Մատարյան ճանաչում։ Քերսը։ Ինքը շինարար ինժեները բյուրականում կոնսուլտատիվ եկել ներկայացել գնացել են դեռ չի մասնակցել։ Իրանի որևէ առնչություն։ Իհարկե քերսը։ Չէ, ֆինանսի վճարումները բոլորն Արշավի Սարգսյանն են։ Այդ քանդի մեղադրողի հարցին պատասխանեցիք, որ դուք գիտեք, որ Արշավի Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանը համատեղ բիզնեսներ են ունեցել։ Գուցե մի հատ, գուցե մի քանա տեղով չէ։ Հա, բիզնես են ունեցել։ Անունը չգիտեմ, ներողություն եմ խնդրում, բայց իրոք Արշավի հետ նման զրույց անելը բացառված երևույթ է։ Բացառված հասկանալ, որտեղից գիտեք, որ Արշավի Սարգսյանը հենց Աղվան Հովսեփյանի հետ բիզնես ուներ։ Գուցե իրանից է նույնիսկ լսել։ Ումից։ Արշավից։ Բանիմա նոր քիչ առաջ ասում եք Արշավի հետ։ Դե սեղանի շուրջ եմ լսել, բայց մտածում եմ, որ իրանից բացի ինչ պիտի լսածն է։ Անունը չգիտեմ բիզնեսի։ Բիզնեսի անունը ինձ չի հետաքրքրում։ Բայց երբ որ վերադարձավ Ռուսաստանից եւ ասեց աշխատանքի եմ, գիտեմ, որ համատեղ բիզնեսներ ունեն մարդիկ։ Մի հատ է։ Հենց Աղվան Հովսեփյանի հետ, դուք նրա գործիների։ Չէ, հենց Աղվան Հովսեփյանի հետ։ Ես այդպես գիտեմ։ Ձեզ այդպես գիտեմ։ Բայց ով ասել չի գիտեմ։ Ու սեղանի շուրջ զրույցներով ժողովուրդ ջան, պետք չէ որ կոնկրետ մեկն ասել, սեղանի շուրջ բոլորը բարեկամներ են նստած, իրար զրուցում ենք, բոլորս գիտենք, որ ինչ-որ բիզնես կապ կա իրանց մեջ, բայց բոլորը կոնկրետ ինչ ձև ինչ իմանան։ Իրոք ոչ մեկս մեզանից թույլ չէ տա իրան Արշավից հարցնել, թե ինչի մասին է խոսքը։ Զրույցի մեջ մանրամասնություն էլ չի։ Տեսեք, դուք մեր հանգամանք եք նշում, ասում եք զրույցների ընթացքում իմացել եմ, որ Արշավի Սարգսյանը Աղվան Հովսեփյանի համատեղ բիզնեսներ է ձեր բարելույթի։ Բայց հետո զրույցի մեջ մանրամասներ չի եղել։ Այդ ինչ հանգամանքներից ոնց իմացաք, մեկը կոնկրետ ասեց, որ իրար հետ բիզնես ունեն, թե Արշավի Սարգսյանը կոնկրետ ասեց, որ մենք իրար հետ բիզնես ենք անում։ Թե ինչից այդ իմացակ, որտեղից իմացակ, թե դա ինչ-որ ձեր ենթադրությունն ասում, այդ հասկանամ, դուք ասում եք, հաստ եք պնդում, ասում եք իրենք բիզնեսներ են, բայց հետո ասում եք զրույցներն եք չեմ հիշում։ Այդ ինչ հանգամանքներից ելնելով այդ իմացակ կամ ումից կոնկրետ իմացակ։ Հիմա ստացվում է բամբասանքի է նման ավելի շատ այդ զրույցը։ Այդ բամբասանքը ով էր անում։ Բոլոր հարազատներով սեղանի շուրջ։ Բոլորից ենթադրությունն է ստացվում։ Չէ, ստացվում է, չէ, ձեր ենթադրությունն է դա եղել, թե դա ինչ-որ խոսվել է, արգելի բակեն չեմ այդ հարց տվել, որովհետև սովորական քաղաքացիական կարող այդ բարերը կարող է։ Երբ Արշավի Սարգսյանը ինձ կանչել է գրասենյակ եւ առաջարկել աշխատանքի մասին, նա արդեն ասել է, որ մենք համատեղ բիզնես ունենք, դու գնալու ես այդ աշխատանքը կատարես։ Այսինքն Արշավի Սարգսյանն ձեզ ասել, որ պարոն Հովսեփյանի հետ համատեղ բիզնես ունեն։ Չի մանրամասնել ինչ բիզնես, ինչ տրամաբանությամբ։ Ես թույլ էլ չէի տա ինձ հասնի։ Իսկ նա այդ որ նշում էր, որ Աղվան Հովսեփյանի հետ համատեղ բիզնես ունեն, որպես ինչ-որ գլուխ գովալու բաներ նշում, թե այդպես ուղղակի տեղեկ։ Չէ, ինքը նման բնավորություն չունի, որ պարզություն։ Իսկ այդ հանգամանքը նրանից շատ եք լսել, որ ինքը պարոն Հովսեփյանի հետ բիզնես ունի։ Այդ ձեր խոսակցությունները, որ ասում եք սեղանի շուրջ խոսակցությունները շատ է, սեղանի շուրջ խոսակցությունները եղել։ Իսկ ձեր իմանալու աղբյուրը մենք ընկնում ևս հաստատենք, ձեր իմանալու աղբյուրը, որ Աղվան Հովսեփյանը Արշավի Սարգսյանի հետ բիզնես ունի, միայն Արշավի Սարգսյանի խոսքերն են։ Եվ հարազատների մեջ զրույցը, որ իրանից ոչինչ չներկայացնում։ Հարազատներից ումից։ Ախր պատկերացեք սեղանի շուրջ ինչքան մարդ կհավաքվի, եթե դա խնջույք է։ Համ հատուկ այդ թեմայով չենք զրուցել։ Բոլորս էլ տեղյակ ենք եղել, որ ինչ-որ համատեղ բիզնես ունեն այդ մարդիկ միասին։ Երբևէ ականատես եղել եք, այդ նշում եք, որ պարոն Հովսեփյանը տեսել եք այդ Բյուրեղավանի տանը, հա, Բյուրականի տանը, ինչ-որ ցուցումներ դրա աշխատողների։ Այդ այն պարոն Հովսեփյանը այնտեղ գտնվելու ժամանակ Արշավի Սարգսյանը այնտեղ եղել է։ Եղել է դեպք, որ եղել է։ Երբևէ ականատես եղել եք, որ նրանք իրար հետ ինչ-որ բիզնեսի հարցեր քննարկել։
Ոչ մեր ներկայացում նման հարցեր չենք ունեցել։ Իսկ երբևիցե ականատես եղել եք, որ թեկուզ Աշովի Սարգսյանի հետ չէ, բայց պարոն Հովսեփյանը ինչ-որ անձի հետ, ինչ-որ բիզնեսի հարցեր քննարկի կամ իր ինչ-որ բիզնեսներից։ Բացի մեր աշխատանքի հետ կապված ուրիշ ոչ մի հարց երբեք Այսինքն չկա։ միայն շինարարական բառերով դիզայներական ինչ-որ ցուցումներ էր տալիս։ Այդ տեղեկություն ունեք այդ բնակարանը, որտեղ որ ապրել է, այլ աշխատել է։ Նարեկ Հովսեփյանի բնակարանը։ Չէ, յուրականի տունը։ Հա։ Տեղեկություն ունեք ում ասականության ամբողջ պատկանում։ Ենթադրում իրեն։ Ինչից եք ենթադրում։ Բա ինչի՞ համար եմ այնտեղ աշխատելու այդ մարդը տանը։ Ես չգիտեմ, հարցը ձեզ եմ տալի, ինչից եք ենթադրում, որ Ալվան Ինձ այդ հարցը չի հետաքրքրել, ներող կրնի։ Հա, դուք նշեցիք ձեր հարցաքննությունից առաջ, որ ես ձեր սկզբից հարցաքննության, որ ես աշխատել եմ Ալվան Հովսեփյանի պատկանող տանը։ Այդ ինչից ելնելով եք նշում, որ դուք աշխատել եք հենց Ալվան Հովսեփյանին պատկանող տանը։ Ես եմ պես մտածում։ Դու ձեր ենթադրությունը։ Բացի ցուցումը Վարշավի Սարգսյանի զուգարկել այնտեղ աշխատել, ասել է որ Ալվան Հովսեփյանի տանն է աշխատել։ Այսինքն ասել է թե ես ինչպես ինձ պահեմ, որ եմ գնում։ Ոնց կարա չզգուշացնել ինչի համար եմ գնում որտեղ։ Հա իհարկե կարող ես ոնց պիտի մանեի։ Նարեկ Հովսեփյանի հետ որ նշեցիք բնակարանում շոֆեր եք, հա, ո՞նց եք այդ բնակարան գնացել աշխատանքի։ Ինքնականչել Նարեկը։ Նարեկ Հովսեփյանն է, կանչել որտեղից եք ձեզ ճանաչում, որ ձեզ կանչել։ Ես փոքրիկ շինանյութի խանութ ունեի այդ ժամանակ, ինքը խանութի տեղը գիտեր, եկավ այնտեղ առաջարկեց։ Որտեղից է իմացա խանութի տեղը։ Եթե չեմ սխալվում, մեր շենքի մեջ ինքը նույնիսկ օֆիս ուներ Նարեկը գալիս, թե հա չէ ընկեր էր, ներողություն, իր ընկեր օֆիսն էր, գալիս գնում էր այնտեղ։ Նարեկ Հովսեփյանը ձեզ կանչել է աշխատանքի որպես այն յուրականի բնակարանում տանը։ Հա իհարկե այնտեղ կատարած անձ, թե ուղղակի որպես հա չէ, ընդեղից է ճանաչել, ընդեղից է ճանաչել։ Ընդեղից ճանաչել եք իրար, Նարեկ Հովսեփյանը գիտեր, որ դուք այնտեղ աշխատանք եք կատարել։ Իսկ դուք գիտեք որտեղ եք գիտեր։ Դե այնտեղ էր ինձ տեսել աշխատելու ժամանակ։ Քանի անգամ եք տեսել։ Մեկ անգամ ընթանում։ Մեկ անգամ տեսել եք, ծանոթացել եք, գիտեր, որ դուք եք այդ աշխատանքները կատարում։ Դուք ամեն օր եք այնտեղ եղել աշխատանքի։ Չէ, արդեն ասացի, տարվա մեջ մի 15-20 օր։ 3 տարի է տևել process-ը, բայց ամեն տարվա մեջ մի 20 օր, հա, դրանց ավելի։ Ամենաերկարը ջերմոցն է տևել մի շաբաթ։ Այդ ընթացքում այդ ամբողջ ձեր 3 տարվա ընթացքում այդ 10-15 օր աշխատելու ընթացքում Նարեկ Հովսեփյանը մեկ անգամ հանդիպել եք։ Մեկ անգամ։ Այդ շինարարական աշխատանքների մասնակցել։ Այդ որքանցամ կնշեք դու որտեղ եք բնակվում։ Շահսովերյան 8-ի Կոմիտասի հատող փողոցը։ Դուք հաստատապես հիշում եք, որ դուք հարցակնություն չեք գնացել քննչական մարմնում։ Այս թեմայով ոչ իմ մեքենայի նման մեքենա ինչ որ ավար եղել, կանչել եմ 26 հիմա արդեն հարաբկիր հարցակնանի նմանացան որ իմ մեքենան կապ չունի։ Այս թեմայով չի եղել։